Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հայաստանյան քաղաքասարակության ներկայացուցիչները Երևանից չարտերային չվերթով ժամանել են Բաքու։ Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանից հայտնել են, որ հայկական ավիաուղիների ինքնաթիռը ԽՍՀՄ փլուզումից ի վեր առաջին անգամ է վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում։ Ավելի ուշ հայտնի դարձավ Բաքու ժամանած հայկական պատվիրակության կազմը։ Նրանք են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը եւ իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։ Այս այցի համար Հայաստանի կառավարությունը հարկատուների վճարած գումարներից 17.550.000 դրամ էր հատկացրել։ Կառավարությունը որոշումը շատ կարճ է հիմնավորել, որտեղ նշվում է կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով կակտիվանան հայ եւ ադրբեջանական քաղաքասարակությունների ներկայացուցիչների շփումները եւ կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Հայաստանի եւ Ադրբեջանի ՀԿ-ների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան քննարկում, որն ուղեկցվել էր սկանդալով։ Պարզվեց, որ ադրբեջանական պատվիրակության կազմում էր 2022-ի վերջին Լաչինի միջանցքը փակած ակտիվիստ կինը։ Աղմուկ բարձրացավ, հայկական կողմից արձագանքեցին, միմյանց կազմերը նախապես չեն քննարկել։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերություններ դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի։ Հայ-ղազախական հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի, այս մասին ասված է մեր ստորագրած համատեղ հայտարարության մեջ։ Անշուշտ այս որոշումը կամրապնդի երկու երկրների բարեկամությունը եւ բազմապլանային համագործակցության նոր փուլ կբացի, ասել է Տոկաևը Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։ Փաշինյանը եւ Տոկաևը Աստանայում կայացած բանակցությունների արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն։ Երկկողմ բանակցությունների արդյունքում ստորագրվել են նաեւ մի շարք համաձայնագրեր եւ փաստաթղթեր։ Տոկաևի խոսքով Ղազախստանը ցանկանում է օգտվել թրիփից։ Ղազախստանի նախագահի խոսքով Հարավային Կովկասում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացման համար։ Ղազախստանը աջակցում է տրանսպորտային տարանցիկ ասպարեզում Հայաստանի կողմից նախաձեռնված խաղաղության խաչմերուկ ծրագրին։ Մենք նաև հաստատում ենք խաղաղության եւ բարգավաճման տրիփուղուն մասնակցության մեր շահագրգռությունը, ասել է նա։ Տոկաևը միևնույն ժամանակ նշել է, որ ղազախները Նիկոլ Փաշինյանին ճանաչում են որպես ազգային առաջնորդ, որը նոր կյանք է բերել Հայաստանին եւ նոր խթան հաղորդել պետական կառուցվածքի վերածննդին բոլոր ոլորտներում։ Ձեր հեռատես ղեկավարության շնորհիվ Հայաստանը բռնել է կայուն զարգացման ուղի եւ ամենապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Այն նաեւ օրինակ է ծառայում իր խոհեմ եւ պատասխանատու դիրքորոշմամբ ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ։ Դուք կայացրել եք անսովոր եւ համարձակ որոշում շատ դժվար աշխարհաքաղաքական իրավիճակում։ Վերջին հաշվով սա շատ արժեքավոր որոշում էր, որը օգուտ բերեց հայ ժողովրդին։ Ակնհայտ է, որ բարեկամական եղբայրական Հայաստանը ընտրել է խաղաղության եւ կայուն զարգացման ուղին։ Այս հարցում ձեր պատմական վաստակը մեծ է։ Կցանկանայի նշել, որ դուք նշանակալի դեր եք խաղացել Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընդունված խաղաղության համաձայնագրի խթանման գործում, ասել է Ղազախստանի նախագահը։ Տոկաևը նաեւ հայտարարել է, որ երկկողմ միջպետական հարաբերությունները բարձրացել են ռազմավարական գործընկերության նոր մակարդակի։ Հաշվի առնելով ձեր մեծ ներդրումը եւ Ղազախա-հայաստանյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած ակնառու նվաճումները, այսօր ես որոշեցի ձեզ պարգևատրել Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պետական պարգևով ոսկե արծվի շքանշանով։ Սա մեր անսասան եղբայրության, փոխադարձ վստահության եւ մեր ժողովուրդների ապագայի նկատմամբ ընդհանուր ձգտումների վառ խորհրդանիշն է, նշել է Թուրքալեզու պետության առաջնորդը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը պնդել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ օրենսդրությամբ սահմանված է իրավունք մասնակցելու բոլոր քաղաքական գրանցված ուժերին համապետական ընտրություններում։ Այս մասին նա ասել է ազգային ժողովում պատասխանելով հարցին, թե ում է առնչվում ըստ Փաշինյանի երեկվա հայտարարությունն առ այն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական վերնախավի այն անդամները, ովքեր նախկինում ղեկավարել են Հայաստանը եւ այն թակարդի մեջ են պահել, պետք է հեռացվեն պաշտոնից եւ տեղ չունենան երկրի քաղաքական կյանքում։ Հարցին գուցե ՔՊ-ի համար առավել հեշտ է վարկաբեկված խոցելի քաղաքական ուժերի հետ գնալ ընտրությունների, հաղթել եւ նոր մտածել քաղաքական դաշտը մաքրելու մասին, ԲՏ նախարարը պատասխանել է.
Նաև այդպես, դրա համար է նաև մեր ցավը, որ ընդդիմադիր դաշտում ավելի արագ չեն ընթանում առողջացման տեմպերը, որովհետև ինձ համար առանձնապես գերադասելի է պարտվել առողջ քաղաքական ուժի, որի դեպքում երկրի կառավարումն էլ ավելի արդյունավետ կիրականացվի, քան հավերժ մրցել արդեն իսկ լճացած, հեղինակազրկված բարեփոխումներ բերելու եւ կյանքի որակը բարձրացնելու ունակություն չունեցող քաղաքական ուժերի հետ։ Լրագրողները նկատեցին, որ նոր ուժեր են ստեղծվում, բայց իշխանությունները ելի նրանց նախկիններին են կապում, Հայրապետյանը հակադարձեց, որ ողջունում է նոր ուժերի ստեղծումը, վստահություն հայտնելով, որ նրանք մի օր փոխարինելու են ՔՊ-ին։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով, այս մասին հայտնում է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Սպարտակ Ղուկասյանը սեպտեմբերի 12-ից տնային կալանքի տակ էր, հարկադրանքի եղանակով շորթման մեղադրանքով նրան 3 ձերբակալել էին եւ կալանքի միջնորդություն ներկայացրել դատարան։ Ինչպես հայտնել էր փաստաբանը, ըստ նախաքննական մարմնի հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի եւ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո իբր Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել եւ լրատվամիջոցներով հրապարակված խոսակցություններ կան, որոնք վերագրում են Սպարտակ Ղուկասյանին եւ գտնում են, որ այդ արարքը խուլիգանություն է խմբի կազմում կատարված զանգվածային լրատվական միջոցների օգտագործմամբ։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերով մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն։ Ինքնասիրության ու ինքնահարգանքի արդյունք է, որովհետև պարտվելով դու պարտավոր ես ժողովրդիցդ ներողություն խնդրել եւ հրաժարական տալ։ Հնարավոր է ժողովուրդը նորից ընտրի քեզ, բայց մնալուց առաջին հերթին դու ինքդ քեզ ես խաբում, հետո խաբում ես քո ժողովրդին։ Այս մասին Մեդիահաբին տված հարցազրույցի ընթացքում ասել է դերասան Հրանտ Թողատյանը, խոսելով 2020 թվականից հետո Արցախի կորստի ու պարտության մասին։ Ժողովուրդ ջան, հասկանում ենք ծանր է, եկեք թևերներս կշտենք, երկիր կառուցենք 90-ականներին մի պահ կար մութ ու ցուրտ տարիներին պատերազմ էր ամենակարևորը, բայց ժողովուրդը ատամները կրճտացնելով չէր լքում հայրենիքը, պահում էր երկիրը։ Ճիշտ է, ոչ բոլորն էին գնում ռազմաճակատ, որովհետև ոչ բոլորը գիտեին կրակել, բայց այստեղ Հայաստանում ամեն ինչ անում էին, որպեսզի Արցախը հաղթի ու լինի։ Կար հավատ, որն այսօր չկա։ Նշել է նա Թողատյանի դիտարկմամբ, ով գալիս է իշխանության, եթե անգամ ինքը սիրել է իր հողն ու ջուրը, ընտանիքը, հետո սկսեց չսիրել։ Փոխարինեց սերը դեպի հայրենիքը, դեպի իշխանությունը, այ դա հաղթեց, նշել է նա։ Նոյեմբերի 21-ն է, Կոտայքի մարզ։ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, որը ժողովրդի կողմից արդեն հիշվում է որպես մահվան վայր, քանի որ այս վայրում իմ կարծիքով հիմնականում տարածքային Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփական ատերերի, վարորդների եւ վիրավորի ինքնությունները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում թե Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ արդեն 1 տարուց ավել է ոչ մի աշխատանք չի ձեռնարկում այս հատվածը կահավորելու, անհրաժեշտ երկաթե արգելապատնեշներ տեղադրելու ուղղությամբ ու ամեն անգամ այս վայրում տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, ցավոք մի քանի դեպքեր եղել են ողբերգական ելքով։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք